Սուրբ Հարության տոնից ուղիղ մեկ շաբաթ առաջ հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է ծաղկազարդը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Այս իրադարձության մասին ավետարանը վկայում է. «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու փռում ճանապարհի վրա։ Ժողովրդի բազմությունը աղաղակում էր եւ ասում. «Ովսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով»։ Ըստ եկեղեցու հայրերի, Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշում է մեղքերը նրան խոստովանելը, իսկ ճյուղերի ընծայումը հնում առանձնակի պատիվների եւ հանդիսավորության նշան էր։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսին մանուկները դիմավորում էին ուրախության աղաղակներով։ Մուտքը Երուսաղեմ մեկ մեծ խորհուրդ ունի, դա մեր դիմավորումն է, մեր սրտերի բացվածությունն է ընդունելու համար մեր Տիրոջը եւ իր անմահացնող խոսքը, հրավիրելու իրեն մեր կյանք, փառաբանելու իր անձը եւ նաեւ այդ փառաբանության միջից տեսնելու մեր իր հետ քայլելու ցանկությունը եւ մղումը եւ ձգտումը եւ ոչ թե ընդունելու իրեն եւ ապա խաչելու, այլ ընդունելու իրեն եւ իր հետ հաղթանակ կնքելու։ Այսօր առավոտյան ժամերկության ավարտին վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ Մայր տաճարի բակում կատարվեց Անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնության կարգ։ Այնուհետև նորին սրբությունն իր գնահատանքը բերեց մանուկների ծնողներին, որոնք գիտակցելով օրվա խորհուրդը, իրենց ավագների հետ միասին ծաղկազարդը տոնախմբում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Արարողակարգից հետո հայոց հայրապետը փոքրիկներին խաչեր նվիրեց, իսկ ժողովրդին բաժանվեցին ուռենու օրհնված ճյուղեր։ Օրհնության կարգից հետո Մայր տաճարում Սուրբ Պատարագ մատուցվեց։ Այս անգամ Սուրբ Խորանին Մայրաթորի սարգավագած դասի կողքին սպասավորում էին նաև մանուկ դպիրներ, որոնք ծառայում են Հայաստանի տարբեր եկեղեցիներում։ Պատարագիչն էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը։ Սրբազան հայրն իր քարոզում ներկայացրեց ծաղկազարդի խորհուրդն ու տոնի հոգևոր պատգամը, հորդորելով հավատացյալներին իրենց աչքի առջև մանուկների օրինակն ունենալ, մաքրությունը, անաչառությունը եւ անանց ուրախությունը, որ Տիրոջ հետ իրապես միավորված եւ նրա օրհնության ներքո լինելով են տեղ գտնում մարդկային կյանքում։ Սուրբ Պատարագի ավարտին տաճարում ներկա բոլոր երեխաները հրավիրվեցին Մայր տաճարի ատյան, ուր վերստին ամենայն հայոց հայրապետը նրանց իր օրհնությունը բաշխեց։ Նշան Աբասյան, Արթուր Մանուչարյան, Արտաշես Մաթևոսյան, Եկեղեցական կյանք։